Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Հայաստանի Շնորհապետական կուսակցության նախագահ, քաղաքական գիտությունների տեխնացու Գուրգեն Սիմոնյանի հետ։ Ողջույն եմ, պարոն Սիմոնյան։ Շատ շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը եւ ժամանակ եք մեզ տրամադրում այժմ։ Ձեր ղեկավարած կուսակցությունը եւս մասնակցել է խորհրդարանական ընտրություններին։ Շատերը ափսոսանք են հայտնել, որ չեք հավաքել անհրաժեշտ քանակությամբ ձայն։ Ձեր դիտարկումները ինչու չեք հավաքել ձայն եւ շարունակելու եք հաջորդ հարցներ լինելու է, շարունակելու եք գործել քաղաքական դաշտում ձեր նպատակները, ծրագրերը։ Երկրորդ մասից գանք, անշուշտ շարունակելու ենք, որտեվ Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը մեկ քաղաքական գործընթացի համար չի ստեղծված։ Այդ կուսակցությունը ստեղծվել է հատուկ հայ ժողովրդի համար, որ գոնե մեկ ազգային քաղաքական ինստիտուտ ունենանք ձեռքներիս տակ, որտեղ տեսնում եք ինչ աղետալի իրավիճակ է։ Անդրադառնալով առաջին մասին, թե ինչու մենք չհաղթահարեցինք անցողիկ շեմը, այնուամենայնիվ չհաղթահարելով հանդերձ, մենք Հայաստանի Հանրապետությունում հարյուրավոր կուսակցությունների մեջ եւ մասնակից 18 կուսակցությունների մեջ 6-նյակի մեջ ենք մտնում, որոնք որ առհասարակ 2% շեմը հաղթահարել են, ընդ որում ասեմ, որ 2%-ը դա կարգավիճակի մասին է, որը պետությունն է անգամ ճանաչում, որպես այդպիսին, մենք արտախորհրդարանական 3 քաղաքական ուժերից մեկն ենք, որն ունի պետության կողմից ճանաչված կարգավիճակ, այսինքն եւ պետական ֆինանսավորում ենք ստանալու եւ որպես այդպիսին ավելի ազդեցիկ ձայն ենք ունենալու եւ այլն, մեր հարկատուների միջոցով օժանդակվելու եւ սպասարկվելու է կուսակցության կարիքները։ Իսկ ինչ վերաբերում է ինչու չհաղթահարեցինք, որովհետև տեղի ունեցավ ամենասարսափելին, Նիկոլ Փաշինյանին հաջողվեց իր երկու մոտեցումներով հանդերձ մուտք գործել նախընտրական շրջան, առաջինը դա իրեն հարմար ընդդիմությամբ հանդերձ էր, այն ընդդիմությունը, որը որ աներկբայորեն հաղթել ռազմավարությամբ էր գնում առաջ, այսինքն նրանք այլ մոտեցում չեն դիտարկում ընտրություններից առաջ, դա պրոռուսական ուղղությունը սպասարկող ընդդիմությունն էր, մենք գիտենք, որ 3 անուն ազգանուններ էր հնչեցնում հենց նույն ինքը Նիկոլ Փաշինյանը, Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան եւ Գագիկ Ծառուկյան, այսինքն այդ 3 ուժերին անգամ էպիցետով օժտել էին 3 գլխանի վիշապ։ Այն ալեգորիան, որ ես էի քաղաքական դաշտ նետել 4 գլխանի վիշապի կարգավիճակով, բայց ես նկատի ունեի 3 նախագահներին եւ Նիկոլ Փաշինյանին, անգամ բանավեճի ժամանակ էլ ես ասեցի, դուք ինչ եք ձեզ լուսանցքում թողնում 4 գլխանի վիշապի մասին է խոսքը, դուք եք 4-րդ գլուխն եք։ Այնուամենայնիվ նրանց խոսույթի համաձայն այդ 3 ֆիգուրներին, նրանց ներկայացած քաղաքական ուժերին ռուսական ուղղությունն էր, որ նշվում էր։ Բերվեցին Նիկոլ Փաշինյանի կողմից, քանի որ նրանք հենց նրա կառավարման օրոք այդ ուժերը հնարավորություն ստացան կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից գրանցվել, մասնակցել նախընտրական գործընթացներին, թեպետ եւ ասում էին, որ նրանք կոլաբորացիոնիստ են, անձնագրեր ունեն, հատուկ ծառայությունների հետ կապ ունեն եւ այլն, չգիտես ինչու թույլ տրվեց, Մոլդովայի ճանապարհով չընթացանք, այլ թույլ տրվեց նրանց գրանցվեն եւ մտնեն քաղաքական դաշտ։ Սա մեկ որ այդ հարահոս աղմուկի մեջ իրական այլընտրանքը խլացվեց ժողովրդի մոտ, թեպետ եւ խլացվել է ճակերտներում, որտեվ էլի մարդկանց հոզ բազմություն կար, որ մեր կողքին կանգնեցին։ Եվ սա նաեւ դարձավ պատճառ, որ թե իշխանական ուղղությունը, թե այդ հրճակված ընդդիմություն կոչեցյալը թիրախավորեցին հենց մեր քաղաքական ուժը, իդեմս ինձ, զորնի բուն աշխատելով վարկանիշի ցած բերելու գործընթացում, զորնի բուն աշխատելու։ Մենք փաստեր ունենք, թե որ ուժը, թե ինչ մեթոդներով, թե ինչ բլոգերների ֆինանսական միջոցներով վարձատրելով, թե ինչ լրատվականներ ուղակի աղմուկ աղաղակ բարձրացնելով, նույն այն օրինական այդ 7.5 միլիոնի պատմությունը, որ Factor TV-ի միջոցով շրջանառության մեջ գցեցին, ժողովրդի մոտ ինչ-որ նստվածք կարող է թողնել առանց երկար բարակ մտածելով, որ դրանք թափանցիկ փողեր են եւ հակակոռուպցիոն եւ հարկային մարմինները տեղեկացված են եւ այդ ստուգումները գնացել են։ Մենք այդ նամակագրությունը կա եւ այլն օրենքով սահմանված ամբողջ այդ փաթեթը ապահովված է, որևէ խնդիր չունենք, բայց միևնույնն է աղմուկ է, չէ՞, որտեղ եթե թիվ ես գրում, անուն ազգանուն ես հրապարակում, դեմքն ես ցույց տալիս, մարդկանց մոտ sense թեև կասկած առաջանում, լավ, դա կարող է ինչ-որ մի ոչ մաքուր բան լինի։ Դրանք քաղաքական տեխնոլոգիաներ են, որ հզոր կապիտալ ունեցողները եւ պետական ներուժ ռեսուրս ունեցողները մեր դեմ կիրառեցին։ Փորձեցին արատավորել
կուսակցության ցուցակի երկրորդ համարին պարոն Անտինյանին հերյուրանքներ տարածել, ինչ որ մանր ու միջին կալիբրի տարբեր գործիչներ ողջևորված, իրենց պատռեցին, չգիտես ինչու, սանձարձակի նման, ել չգիտեմ որ վաղ թե ուշ պատասխան են տալու ամեն ինչի համար։ Եվ այլն, այս ձնագնդին գնաց եւ որոշակի մի քանի տոկոս կարելի ասել ցած բերեցին մեր վարկանիշը։ Եվ երկրորդ կարևորագույն մոտեցումը Նիկոլ Փաշինյանի, բացի այդ ընդդիմություն կոչեցյալը, որ իրենք փաթեթավորեցին, նետեցին քաղաքական դաշտ, դա իրենց հարմար պատումների նետումներ քաղաքական օրակարգ, այսինքն եթե մեզ չընտրեք, կսկսվի պատերազմ, եթե սահմանադրական մեծամասնություն չհավաքենք, ապա սեպտեմբերին ակնկալեք պատերազմ։ Երկու մոտեցումն էլ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ նետված ստեղծեց այդ ֆանտոմային իրականությունը, որը իրականում գոյություն չուներ, բայց ռեսուրսների ահռելի չափաբաժին ներմուծելու շնորհիվ մարդկանց մոտ ձևավորեցին կեղծ ընտրանք։ Եվ իրական այլընտրանքը լինելով ընդամենը 1 տարեկան, կարողացավ իր ուժերի, սահմանափակ ուժերի սահմաններում այսքան լուրջ արդյունք արձանագրել, թեպետ եւ չանցանք խորհրդարան։ Ընդ որում սա շատ լուրջ արդյունք է եւ որոշակի իրենց պատրողներ կան, որ ասում են մեր գաղափարներն են, այս է, այն է, իրանք երբևիցե ի բնե այդքան քաղաքական պոտենցիալ եւ կապիտալ չեն ունեցել։ Այնպես որ թող ամեն մեկ իր քաշը հասկանա, ճանաչի եւ հանգիստ նստի իր տեղը։ Սա շատ կարևոր է, որտեղ նախկինում երբ որ պարզապես կուսակցության հիմնադիր նախագահ Գուրգեն Սիմոնյանն էր ասում, որ ես ձեր խոնարհ ծառան, որ մեր օժանդակության չափաբաժինը լուրջ է եւ այլն, շատերը կարող են ասել, որ հա դե ինքն իր պրիզմայի տակով է նայում, իր ակնոցներով է նայում, ոչ օբյեկտիվ նկարագրություններ է տալիս, որտեղ իր մաշկից դուրս չի կարողանում դատի, բայց հիմա արդեն առերևույթ կա, որ Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը լինելով ընդամենը մեկամյա քաղաքական ուժ, այսքան պոտենցիալ ունի, խոստումնալից պոտենցիալ ունի եւ իր մաքուր սկզբունքները շարունակեց պահպանել եւ պահպանելու է, ինչի համար որ ստեղծված է եւ բաց է բոլոր տեսակի մաքուր մարդկանց հետ համագործակցության համար։ Պարոն Սիմոնյան, շատ են մեկնաբանությունները լինում ձեր հարցազրույցների տակ եւ շատ մեծ թվով մարդիկ դե հիանում են ձեզանով, ասում են Գուրգեն Սիմոնյանը վարչապետ, շատերի կարծիքով դա դուք եք կարողանում ձեր կուսակցությունն է կառավարում բոտերի միջոցով այդպիսի մեկնաբանություններ, կա այդպիսի բան։ Մենք նման հնարավորություն չունենք եւ ինձ ճանաչողները գիտեն, ես երբևիցե իդեմս ինձ ինչ-որ ազգային փրկչի կամ համազգային առաջնորդի կարգավիճակներ չեմ ասել։ Ես իմ տեսակով պատասխանատվությունից փախչողներից չեմ։ Հիմա ես որպես քաղաքացի եմ մարտը տանում։ Ի վերջո աթոռներին ինչ վերաբերվում է, եթե աթոռ չլինի, դրանից ես չեմ տուժում։ Բայց եթե գիտակից առաջնորդ չի լինում, դրանից տուժում են բոլորը։ Ձեր առաքելությունը ինչու եք տեսնում այդտեղ։ Իմ առաքելությունը ծառայել հայ ժողովրդին այն կարգավիճակում, որը որ Աստված եւ հայ ժողովուրդը կկամենա։ Ոչ ավելին։ Երբևիցե չեմ քնում երազում ինչ-որ կարգավիճակների աթոռների համար, բայց եթե աթոռով կոշտի հայ ժողովուրդը, Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը եւ իր առաջնորդը չեն խորշի այդ պատասխանատվությունից եւ ես խոստանում եմ, որ կյանք կդրվի, որ ամեն ինչ մեր խոստումներից իրականություն դառնա եւ Հայաստանի Հանրապետությունը ոտքի կանգնի։ Կյանք կդրվի, ոչ թե կյանքի համար դողդողալով կսկսեն սպասարկել այս կամ այն ուղղություններ, այլ կյանքով, գլխով պատասխան կտան։ Թե շնորհապետականները, թե շնորհապետական կուսակցության հիմնադիր նախագահը եւ այն անձը, ով անհատականությունը, որը կընտրվի առաջնորդի կարգավիճակում։ Այս ընտրություններում ես էի ժողովրդի պահանջով, մյուսին էլ կնայենք ժողովրդի պահանջին։ Եվ հետեւաբար որևէ բոտերի շարժել կամ հետևորդների կառավարել, դուք գիտեք ինչ ահռելի ծախսերի մասին է դա խոսում։ Եթե վերցնենք ընտրություններին մասնակցել է 18 քաղաքական ուժ, մի ուժը հասկացավ դուրս եկավ 19-ներ առաջ։ Եվ այդ 18 ուժերից կարծեմ 3-4 ուժ 1 միլիոն դրամի շեմը չէին հաղթահարել նախընտրական գործընթացներում։ Ծախսերը, այսինքն մնացած 15-16 ուժ երևի, որ 1 միլիոն դրամի շեմը հաղթահարել էին, մենք վերջի տեղով էինք գնում։
Մենք վերջի տեղով էինք գնում, այսինքն դա նշանակում է, որ ընդամենը ինչքան էր 4-4.5 միլիոնի ծախս ենք ունեցել ամենավերջի տեղով ընթացող, բայց մենք 6-րդ տեղով մեր հաջողությունը ապահովեցինք։ Ես ասում եմ, որ իհարկե ֆինանսները վճռորոշ չեն։ Դու ուզում ես միլիարդավոր դոլարներ ծախսիր այն անհատականության եւ այն քաղաքական ուժի համար, որը ընդունված չի եւ արգահատելի վերաբերմունք է ստանում ժողովրդի կողմից, ոչինչի չես հասնի եւ կարող ես շատ քիչ ծախսել ժողովրդի կողմից հավանություն արժանացած անհատականության ուղղությամբ եւ մեծ հաջողությունների կհասնես, բայց հաղթանակի համար էլի լուրջ ներդրումներ պետք են։ Քանի որ ներգրաված անհատները տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետությունը թալանած բարձրաստիճան պաշտոնյաներ չեն, կամ ինչ-որ օլիգարխներ, կամ դրսի կողմից ինչ-որ հովանավորյալներ, կամ Forbes-ի ցուցակում տեղ գտած որևէ անհատականություններ, ապա Հայաստանի Շնորհապետական Կուսակցությանը լուրջ աջակցություն է պետք, նաև ֆինանսական, բայց այստեղ ուզում եմ շեշտել, որ Հայաստանի Շնորհապետական Կուսակցությունը ամեն ֆինանս չի, որ կընդունի, եւ ամեն մարդու ներդրում չի, որ կընդունի։ Սա մեզ համար սկզբունք է, եւ ես ասել եմ, մենք ավելի լավ է պարտվենք, քան փչանանք կամ մեր տեսակը կորցնենք։ Բայց դուք եւս ասացիք այդ 2% շեպը անցնելը ձեզ այդ արտոնությունը տալիս է ստանալ պետական ֆինանսավորում։ Գոյություն ունենալու համար, դա ահռելի գումարների մասին չի խոսքը։ Այստեղ հարցը հետեւյալն է. դուք վերցնելու եք այդ ֆինանսը, այդ ֆինանսը չի կաշկանդի ձեր քաղաքական ուժի։ Բացարձակ դա հարկատուների միջոցով է, միակ կաշկանդիչը կլինի պատասխանատվությունը ժողովրդի հանդեպ։ Օրինակ ժողովուրդը մեզ հարց է տալու, ասելու է, լավ, ինչքան որ քանի տարի որ գնաց, հերթական ընտրությունները գուցե 5 տարի հետո է, բայց կարող է արտահերթի գնանք 2 տարի հետո, կախված թե նրանից թե երբ կլինի մոտակա ընտրությունները, այդքան տարիների ընթացքում ինչ է կարել։ Հարկատուների գումարը, չէ։ Ժողովուրդը միայն պատասխանատվությունը մենք կրում ենք ժողովրդի առաջ։ Ինչ-որ ձևով հաշվետվություն եք տալու։ Հաշվետվությունը տալիս ենք պետությանը։ Պետությանը, բայց իսկ հանրությանը անպայման։ Օրինակի համար մենք ձևավորել ենք արդեն Հայաստանի Շնորհապետական Կուսակցության ներքո մի շարք մշտական եւ ժամանակավոր հանձնաժողովներ, որոնք ունեն համակարգողներ, օրինակը կարող են բերել, որ Հայաստանի Շնորհապետական Կուսակցության տնտեսության հարցերով մշտական հանձնաժողովի համակարգող է նշանակված պարոն Էդվարդ Անտինյանը, չլինելով կուսակցական ընդ որում։ Այդպես էլ չդարձավ կուսակցության։ Չէ, որովհետև հարկ չենք համարում, Էդվարդ Անտինյանը այնքան զուսպ եւ պարկեշտ քաղաքական գործիչ եւ հանրային գործիչ է, որ մենք համախոհներ ենք եւ առհասարակ մեր դուռը բաց է ցանկացած այլ հանձնաժողովի համակարգող ես կարող եմ նշանակել մի անհատականության, որ ի բնե կուսակցական չի, բայց գաղափարական առումով համահունչ ենք ընթանում եւ այս գործընթացը նախընտրական շրջանում մենք այնքան ներդաշնակված գործեցինք միասին եւ սա մի անհատականություն է, որի համար արժանապատվությունը առաջին տեղում է։ Արժանապատվությունը եւ իր գործելավոճի ընդհանրապես որևէ արատավոր զրույց պատկերացնում եք չենք ունեցել, բայց ես արատավոր զրույցներ այլ քաղաքական գործիչների հետ ունեցել եմ, որ բազար են արել կոնկրետ տեղի, ժամի, պատարագի առումով եւ այլն եւ այլն։ Այս անհատականությունը որևէ զրույց չի ունեցել իր դիրքավորման համար։ Զուտ այն, որ նա երկրորդ տեղն է, մեր քաղաքորդի որոշմամբ է, մեր ժեստն է, երբևիցե զրույց չի եղել, պատկերացնում եք անգամ ցուցակներում ներգրավվելու։ Հիմնական խնդիրները լինում են հենց այդտեղ, ցուցակում երկրորդ տեղը, երրորդ։ Եկել է ասել է, որ ես անհատականություն եմ, որը որ համապատասխան տարիք ունի, փորձ ունի, իդեմս ինձ գնալը համարել եմ ժամանակավրեպ, եկել եմ կանգնեմ ձեր կողքը, օգնեմ ինչով որ կարող եմ։ Նման մարդիկ շատ կան։ Չէ։ Եղել են խոսակցություններ, դե բոլորի մասին պատմում են, խոսում են, որ դուք շատերի առաջ չեմ ասում դուրն եք փակում, բայց չեք թույլ տալիս, որ շատ մոտենան ձեզ։ Ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, բայց մենք սկզբունք ենք որդեգրել այսպիսի, որ եթե իրոք իմ նպատակը անգամ ինձանից էլ զատ, հենց Շնորհապետական Կուսակցությունն է, ես ուզում եմ ստեղծել մի ինստիտուտ, որ ինձ էլ վերաբրի, իմ գոյությամբ պայմանավորված չլինի, ես էպիզոդիկ եմ լինելու այդ քաղաքական ինստիտուտի համ, դա իմ կոպիտ ասած դուքյանը չի, ոչ էլ իմ բուտկան է, սա ազգային ինստիտուտ է դառնալու, քաղաքական ինստիտուտ եւ այդ քայլերն է գնում անգամ ի հեճուկս ինձ,
եւ իմ հետաքրքրությունների։ Եւ այս նկատառումներից ելնելով ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ մենք փորձեցինք ուղղակի անմասն թողնել եւ հնարավորություն չտալ այն անհատներին ասոցիացվել մեր հետ, որոնք երբևիցե կապ են ունեցել մեզ համար ոչ ընդունելի քաղաքական ուժերի հետ, կոալիցիաների համատեքստում եւ այլն, որ մաս են եղել նախկին եւ ներկայիս իշխանությունների քաղաքական ինստիտուտների հետ կամ սպասարկող օժանդակի չեն եղել, կամ ինչ որ արատավոր գործունեության մեջ են եղել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի համատեքստում։ Բայց մնացածի առումով ձեռք երկարել է այլ խնդիր, որ այդ անհատականությունները տարբեր պատճառներով այդ ձեռքը չեն բռնել, կամ իրենց չի բավարարել այն դիրքավորումը, որ արդեն կհասներ նրանց։ Ով է մեղավոր, եթե դու 1 տարի առաջ աշնանը հրավիրում ես, չեն գալիս, հետո մի օր քնից զարթնում են, ուզում են մտնել քաղաքականություն, գալիս են արդեն ձևավորված կոնյունկտուրայի մեջ լուրջ դիրքավորում են ուզում ունենալ, ստուգելով քո բարոյականության աստիճանը։ Այդ դեպքում դու ասում ես հարգելիս, արդեն պայմանավորվածություններ կան ձեռք բերված։ Ես չեմ պատրաստվում մարդկանց նեղացնել եւ այն մարդկանց, ովքեր որ անշահախնդիր ձևով եկել են, կանգնել են քո կողքը եւ իրենք արժանի են։ Եվ այդ անհատականությունը էլի չի բավարարվում, առանց երկար բարակ հասկանալով, որ անգամ իրեն առաջարկված տեղն էլ անցողիկը հաղթահարելու պարագայում էլի ինքը ներկայանալի է լինում։ Որոշները կային, որ չկարողացան, չուզեցին, քրեական գործեր կային հարուցված, ընդհանրապես անմասն մնացին, բայց ցավը գիտեք որն է, որ անգամ այդ պարագայում էլի իրանք մեզ չդիտարկեցին որպես ալտերնատիվա։ Գնացին ինչ-որ ժամանակավոր խեղկատակության հետևից։ Ժամանակավոր խեղկատակության։ Հիմա այդ մարդկանց հետ երկրորդ անգամ ոնց ձեռք սեղմում անես։ Իրենց մակարդակը Marvel-ի հերոսներն են, Spider-Man-ը, Batman-ը։ Հիմա իրանք ակնկալում են երկրորդ անգամ ձեռք սեղմում անես։ Այսինքն դուք բոլորին դեմեմի մասին եք։ Իհարկե։ Հələ որ սանձարձակություն էլ ունեին, հերյուրանքներ տարածելու մեր նկատմամբ մեր հասցեին։ Շոր կտորներ էին կտրում, այսինքն իրենց ամբողջ գոյությամբ սպասարկեցին Նիկոլ Փաշինյանին եւ այդ ռուսամետ ընդդիմադիր ուժին, սպասարկեցին իրենց ձայն փոշիացրեցին ու չքացան, անեացան։ Շատերի գնահատմամբ ասում են պարոն Սիմոնյանը, Գուրգեն Սիմոնյանը իրեն վեր է դասում բոլորից։ Ես որևէ մեկից ինձ չեմ գերադասում, ես սովորական մարդ եմ, իմ երակներում կարմիր արյուն է հոսում, եւ եթե ես ինձ որևէ մեկից վեր դասեի, ես չէի գնա կենաց մահու պայքարի։ Կասեի թող գնան, ով կզոհվի, ով չէ։ Զգուշավոր եք։ Ինչ առումով։ Իհարկե զգուշավոր եմ։ Այս ճանապարհը անցնելուց, այդ ձերք մեկնածների, դուրը թակածների։ Իհարկե զգուշավոր եմ, բայց եթե դուք մտել եք մի տոքսիկ իրավիճակ, որտեղ համաճարակ է, աղետալի համաճարակ, դուք ձեռնոցներ եւ դնչկալ չեք դնի, որ համաճարակը դա մեր քաղաքական դաշտն է, քաղաքական կյանքն է ներքին։ Այո, գայան է, որովհետև մենք Ռուսաստանի Դաշնությունից խորհրդային միությունից ազատագրվելուց հետո, եթե կարելի է դա այդպես ասել, որտեղ մենք ոչինչ չարեցինք օբյեկտիվորեն ազատագրվելու, ուղղակի նա քանդվում էր, մենք մնացինք փլատակների տակ։ Մեր 100-ամյա խնդրը շարակաց։ Այդպես էլ լիարժեքորեն չկարողացանք դուրս պրծնել Ռուսաստանից։ Խորհրդային միության փլատակների տակ հայտնվելուց հետո մենք չկարողացանք դուրս պրծնել Ռուսաստանի ազդեցությունից եւ այստեղի քաղաքական դաշտը մեծապես պայմանավորված է ռուսական կամքով։ Եվ այն աշխարհաքաղաքական իրողություններով, որ հիմա Ռուսաստանը օբյեկտիվորեն թուլացել է եւ չի կարողանում սկրուպուլոզ, մանրակրկիտ, մանրազնին ուշադրություն դարձնի ծայրագավառների տիրույթներին, հնարավորություն է ստեղծվում քաղաքանդրությանը ձևավորել ազգային քաղաքական ինստիտուտներ։ Դուք պատկերացնում եք, եթե նրանք ամբողջ թափով ներգրաված լինեին, մեզ հետ ինչ կարող էր պատահել։ Եվ այս առումով, երբ որ դու մուտք ես գործել այդ տոքսիկ իրավիճակ, դու պետքա շատ զգույշ լինես։ Շատ զգույշ։ Եվ ես մի բան եմ ուզում, ես ուզում եմ համագործակցել հայ ժողովրդի հետ։ Ես ուզում եմ Ինչպես։ Դա գեղեցիկ է հնչում, բայց ինչպես։ Ես ճանապարհները ասել եմ, մենք համագործակցության հետևյալ մոտեցումները ունենք։ Կուսակցական դառնալու համատեքստ, որը մենք ուսումնասիրում ենք, նոր ենք հնարավորություն տալիս դառնալ կուսակցական, դռները չենք բացել լայնորեն։
Երկրորդ համակարգը մասնագիտական կապիտալի ներուժի մասը դառնալ, որտեղ ես հասկանում եմ, որ ապագայում եթե ճակատագիրը եւ Աստված եւ հայ ժողովուրդը կամեցավ, որ մենք հաղթենք եւ ղեկավարենք Հայաստանի Հանրապետությունը, ապա հիմնվել բացառապես կուսակցության կադրային կապիտալի վրա, դա ուղղակի տապալման տանող ճանապարհ է լինելու, որտեղ շատ տաղանդավոր մասնագետներ կան, որ շնորհապետական կուսակցությունից չեն, կամ առհասարակ քաղաքական դաշտում չեն, ինչա պետքա նրանց չդիտարկես։ Եթե առավել եւս եթե քո քաղաքական ուժի անունը մերիտոկրատիա է, շնորհապետություն, արժանիների իշխանություն, այդ արժանին հեն է, դե բեր։ Բայց այդ արժանիի տեղը պետք է իմանանք, չէ։ Դուք եք որոշում ով է արժանի, ով չէ։ Ինչ սանդղակով է։ Կուսակցության մոտեցումներով մենք ունենք բարեվարկության եւ անաչառության հանձնաժողով։ Բարեվարկության եւ անաչառության հանձնաժողովը 3 մոտեցում է դիտարկում։ Առաջինը նրա մասնագիտական հնարավորություններ, որը որ մենք չենք որոշել։ Ստացվում է նրա մասնագիտական աճը կապված է տվյալ անհատից եւ այն ինստիտուտներից, որ նրան կարգավիճակ շնորհել են։ Երկրորդը նրա մարդ տեսակից, ելի մենք չենք որոշել։ Այն անհատականությունը ինչ կյանքով է ապրել, արդյոք վնաս հասցրել է Հայաստանի Հանրապետությանը եւ այն կենսագրություն, հարկային պատմություն, անցած ճանապարհ եւ այլն նրա նկատմամբ արձագանքներ։ Այդ հարկային պատմությունն է շատ հետաքրքիր, դրա վրա էլ եք ուշադրում։ Եվ երրորդ ճանապարհը ոնց ինչպես ենք գնահատում, թե նա ինչ անուղղակի կապեր ունի եւ ում հետ։ Այս 3 մոտեցումները հնարավորություն են տալիս քեզ հասկանալ, նա արժանի է թե ոչ։ Բայց արժանի լինելը դեռ չի նշանակում լինել մերիտոկրատ, շնորհապետ։ Այսինքն դու կարող ես այդ արժանինքներով անհատականությանը բերես, դնես, ենթադրենք ինչ-որ մի գերատեսչության ղեկավարի պաշտոնին, բայց գերատեսչություն ղեկավարելը ռազմավարական մտայնության կոգնիտիվ գիտակցական հատկանիշներ պահանջող հանգամանք է եւ այդ մարդը ուղղակի իզորու չլինի ինչ իրավիճակներում կառավարել համակարգ։ Էլի դու ընդունում ես նրա արժանինքները, բայց փորձաշրջան անցնելուց հետո եթե արդյունք չի ապահովում, փոխարինվում է մեկ այլով։ Եվ իմ պրակտիկայի ընթացքում ես տեսել եմ, որ ինչ որ մի կազմակերպության ղեկավար, որը փայլուն չի տիրապետում խորությամբ տեսական գիտական հատվածը, բայց լավ վարչարարության շնորհիվ կարողացել է լավ կառավարել եւ հակառակը բերել են շատ ուժեղ այդ ոլորտի ներկայացուցիչի, որը վարչական կառավարչական հմտությունների բաց է ունեցել, չի կարողացել կառավարել այդ արդյունավետությամբ։ Հիմա դուք համարում եք, որ դուք եւ մեկը եւ մյուսը հատկությունները ունեք։ Ես համարում եմ, որ ես քաղաքացի եմ, որ 2026 թվականին իր ընտրությունը չգտնելու պատճառով կոչ արեց հայ ժողովրդին իր ծոցից ծնել ալտերնատիվաներ, հայ ժողովուրդը փոխադարձ կոչով հանդես եկավ, ասաց դե ստեղծեք, դուք մեր ծոցից եք դուրս եկել։ Ես իմ պայքարն եմ տանում եւ ես կատարելագործվելու միտված անհատականություն եմ եւ ես դժվարություններն հաղթահարելու միտված անհատականություն եմ եւ ունեմ ջիղ ճգնաժամային իրավիճակներում սթափ մտայնությունս պահպանելու եւ դա փորձված է պատերազմով։ Ընդ որում սա եւս մեկ հանգամանք, որ ես կիսատ մնաց, երբևիցե իմ կյանքը չէի վտանգի հանուն հայրենիքի եւ այլոց, եթե ես ինձ վեր դասեի ուրիշներից։ Ի վերջո, իհարկե բոլորը ուզում են լավ ապրել, բոլորը ուզում են երկար ապրել, բոլորը ուզում են երազանքներին հասնել, բայց դա մեզանից կախված չի, կարևորը կյանքի երկարությունը չի, կյանքի խորությունն է եւ շատ օրինակներ կարելի է բերել, որ մարդը 100 ամյակը լրանալով հետ հայացք է նետում եւ հասկանում է, որ ոչինչ չունի թողած, ոչ մարդկությանը, ոչ բնությանը։ Եվ կարող ենք դիտարկել մեր հայրենիքի համար մարտիրոսված հերոսներին, որոնք 19-ամյա, 20-ամյա կյանք են ունեցել, բայց քաղաքակրթություն են փրկել։ Ձեզ հետ հասցրեցին ծանոթանալ, հիմա մենք գովազդ ենք հայտարարելու եթերում, ես հարցը հնչեցնեմ, այնուհետև գովազդից հետո շարունակենք։ Ծանոթացան ձեզ հետ շատերը, ես ասում եմ, գրում էին Գուրգեն վարչապետ, Գուրգեն Սիմոնյանը վարչապետ, իհարկե բացասական բաներ էին գրում, դա մեր առօրյա կյանքում մենք շատ ծանոթ է մեզ համար, բայց կար մեկ դիտարկում, որը ինձ հետաքրքրեց, ասաց այս քաղաքական ուժը ական է պրոռուսական խորհրդարանի համար, այսինքն դուք չհավաքեցիք անհրաժեշտ ձայներ, որպեսզի մտնեք խորհրդարան, բայց հույս ձեզ հետ, կարծես թե կապում են մարդիկ,
հույս այդ ական ասելով բացական չէր գնահատականը, հակառակ, շատ ճիշտ եմ բնութագրել։ Տեսա, որ հույս էր։ Ինչպես եք դուք պատկերացնում, եթե հասարակության մեջ կա արդեն այդ գիտակցումը, որ ական է, այդ նույն գիտակցումը կլինի եւ երևի թե նույն խորհրդարան անցած քաղաքական ուժերին։ Նրանք դուք ասում եք, որ նախընտրական շրջանում ռեյտինգը իջացնելու ուղղությամբ շատ գործեր են գործել։ Թե ձեզ չեն չեն նկատելու ձեզ։ Խոսենք գովազդից հետո։ Գովազդը եթերում, սիրելի բարեկամներ, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Շնորհապետական կուսակցության առաջնորդ Գուրգեն Սիմոնյանի հետ։ Եվ այսպես, պարոն Սիմոնյան, ձեզ ասում են, որ ձեր քաղաքական ուժը ական է ռուսական խորհրդարանում։ Դա վտանգներ պարունակող գիտակցում է, եթե հասարակությունն է ասում, իմ հարցս դա էր, գուցե խորհրդարան անցած կուսակցությունները եւս իդեմս ձեզ տեսնում են վտանգ։ Անշուշտ, եւ միջև այս հարցին պատասխանելը ես իմ խորին շնորհակալությունն եմ ուզում հայտնել մեր հայ այն քաղաքացիների եւ առհասարակ աշխարհասփյուռ հայությանը, որ բարձր տիտղոսների ներքո են իմ անունը հոլովում։ Շատ շնորհակալ ու զգացված եմ, դուք գիտեք, որ ես պատասխանատու անհատականություն եմ, իմ խոստումները պահպանում եմ։ Այնինչ խոսք եմ տվել միջև այսօր, արել եմ եւ շարունակել եմ նույն ոգով, դա գեղեցիկ ավանդույթ է դարձած, որտեղ իմ գերնպատակն է, որ իմ սիրելի հայ ժողովուրդը դուրս գա այս ճգնաժամից, մենք արժանի ենք նորմալ պետություն ունենալու։ Պատասխանելով ձեր հարցին, այո, մենք ական ենք պրոռուսական քաղաքական դաշտի համար։ Այն առումով, որ այն քաղաքական համակարգը, որը ձևավորվել է 90-ականներից սկսած, որը շարունակում է գործել հիմա,
մեր հաջողությամբ պայմանավորված դադարելու է գոյություն ունենալ։ Եվ ի վերջո կձևավորվի հայկական քաղաքակրթական եւ քաղաքական համակարգը։ Ոչ թե այն համակարգը, որը սպասարկել է կամ ծայրագավառի կարգավիճակ է ունեցել, որը ունեցել է կուրատորներ, այսպես ասած, կուրատորների դաս։ Եվ շնորհապետական կուսակցությունը երբևիցե որևէ մի պետության քաղաքական օրակարգի հետ ասոցիացված չի բանակցել, չի գնվել, գումարներ չի վերցրել։ Մենք մաքուր ձեռքեր ունենք, մաքուր հոգի, մաքուր խիղճ։ Այս ընթացքում Ռուսաստանի հետ բանակցություններ վարվել են։ Բացարձակ, Նախընտրական շրջանում։ Բացարձակ։ Մենք ընդհանրապես նրանց հետ որևէ կապ կամ շփում չենք ունեցել եւ հանուն արդարության ասենք որևէ մեկի հետ կապրի։ Իսկ ձեզ վրա դուրս են եկել փորձել են, թե չէ։ Փորձեր կատարվել են, իհարկե ոնց կլիներ, որ փորձեր չլինեին, բայց դե դու հասկանում ես, թե որ ուղղություններից են եւ ինչ են, դու պետքա փորձես, մանևրես եւ հնարավորություն չտաս, որ արատավորվի, որտեւ ի վերջո եթե պետք է դառնանք այն ինչ որ կա արդեն, մեր գոյությունը անիմաստ է դառնում։ Ինչի՞ս էր պետք նախաձեռնել մի քաղաքական գործընթաց, որը պետքա լինի այն ինչ որ կար։ Ես հատուկ քաղաքականություն մտա, որ նախաձեռնեմ այն ինչ որ չկար եւ չի եղել ի բնե։ Եվ ես միջ ընտրությունները կոչ արեցի, որ եթե դաշտում կլինեն մաքուր ուժեր, որոնք քաղաքական դաշտ կնետվեն, կգան մեր կողքը կկանգնեն որպես առանձին քաղաքական սուբյեկտ, բայց նոր համակարգի մաս, ես ինչով ասես նրանց ինչով հնարավոր է կօգնեմ խորհրդատվությամբ, ճանապարհի անցնելու առումով եւ այլն, որովհետեւ մեկ ձեռքը ծափ չի տա, չէ՞, մենք ուզում ենք որ գոնե երկրորդը լինի մեր նման։ Թող մենք աճ կենտրոնամետենք, թող նրանք էլ լինեն, ենթադրենք կենտրոն կամ լինեն ձախ կենտրոնամետ։ Էական չի գաղափարախոսական, էականը որ ինքը լինի մաքուր, երբևիցե որևէ մեկի հետ չասոցիացված եւ նույն սկզբունքներով քաղաքական դաշտում, որ գլխավոր առարկան բանավեճի գաղափարն է եւ աշխատելավոճը ոչ թե անհատներ։ Բռնել ես թիրախավորել ես մի մարդու, որը գիտնական է։ Ստացվում է դու սրիկա ես ուղակի։ Գնա խոսա կոռումպացվածների մասին, թալանչիների մասին, հանցագործների մասին, խոսում ես մի մարդու մասին, որը գիտությունից եկել է, երբևիցե որևէ արատավոր բաների մեջ չի եղել, երկիր չի ավերել, վատ բանակցություններ չի տարել առաջ, կեղտոտ փողերի հետ կապ չի ունեցել։ Նշանակում է դու սրիկա ես։ Բայց եթե կլինեն ուժեր, որոնք որ մաքուր են, կթիրախավորեն գործը, մենք այդ ուժերի հետ համագործակցելու հնարավորություն կտեսնենք։ Իմիջիայլոց ասենք, որ մենք հիմա էլ ենք աշխատում ի հեճուկս ամեն ինչի, մենք երեք Հայաստանի Շնորհապետական կուսակցության տնտեսության հարցերով մշտական հանձնաժողովի նիստ ունեցանք, բաց նիստ ընդլայնված, որտեղ առևտրային պալատի ներկայացուցիչներ կային, որտեղ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ կային, կուսակցականներ կային, մասնագիտական հանրույթի ներկայացուցիչներ կային։ Գեղեցիկ քննարկում ունեցանք հրատապ հարցերի վերաբերյալ, այդ անգամ թեման արտահանմանը վերաբերվող հարցներ Հայաստանի առաջ ծառացած։ Ընդ որում հրավերներ գնացին նաև պետական կառույցներին, էկոնոմիկայի նախարարին եւ այլն, որ եթե հարկ կհամարեին գային ներկա լինեին, գուցե եւ չեկան։ Սա քաղաքական մշակույթի բացակայության մասին է։ Համարում են, որ իրենց հարիր չէ, հա, երևի։ Ես չեմ կարծում, որ համարում են, թե հարիր չէ, ես կարծում եմ ավելի շուտ վախենում են նրանց քաղաքական առաջնորդի արձագանքից։ Պարոն Սիմոնյան, անգամ քիչ է ժամանակը, բայց շատ են հարցերս։ Առաջինը հերթենք սահմանադրության փոփոխության հետ կապված հարցը, Ադրբեջանը շարունակում է կապել խաղաղության պայմանագիրը այդ հարցի հետ, ասում եմ մենք ամբողջությամբ պատրաստ ենք, Հայաստանը պատրաստ չէ։ Այդ դուք ինչ կանեիք, ինչ լուծումներ եք տեսնում, ինչ զարգացումներ եք տեսնում եւ գուցե հակառակը իսկ ինչ լուծումներ եք տեսնում։ Եթե Ադրբեջանը խաղաղության հասնելու հանգամանքը կապում է մեր հայեցակարգային փաստաթղթերի հետ եւ մեր պետության կազմակերպա իրավական ձևի հետ, սահմանադրության հետ, ապա նշանակում է Ադրբեջանը պատրաստ չի խաղաղության։ Սա մենք պետք է հասկանանք, սա աքսիոմա է։ Դա նշանակում է, որ ժամանակ են ձգում եւ վերցրել են մի օրակարգային հարց, որի իրագործումը անհնարին է լինելու, որտեղ թույլ չենք տալու։ Ադրբեջանի համար սահմանադրություն փոխի, Նիկոլ Փաշինյանը թույլ չենք տալու եւ չի էլ կարողանալու։
Ստացվում է Ադրբեջանը վերցրել է մի անհնարին հարց, որ հետո ոչ խաղաղության համար մեղադրի Հայաստանին։ Ինչու, որտեվ Հայաստանի Հանրապետությունը անտեսեց Ռաֆայել Լեմկինի ինստիտուտի մի շարք հետազոտություններ եւ ահազանգեր մեղադրելու Ադրբեջանին ցեղասպանության մեջ եւ խաղաղության գործընթացը տապալելու մեջ։ Հետևաբար պետքա թշնամին օգտվի։ Ինչ ենք ուզում։ Մի երկու վագոն ապրանքաշրջանառությունը կամ վառելիքի Շրջանառություն չէ, դա միակողմանի, նրանք ներմուծում։ վառելիքի արկայությունը դա դեռ չի նշանակում խաղաղություն։ Այո։ Պետք է հասկանանք, որ անվճար պանիրը որտեղ է լինում։ Եվ պետք է հասկանանք, որ այս ամենի հետևում ինչ ռազմավարական հետաքրքրություններ կան։ Լավ, Գուցե ինչ զարգացումներ եք պատկերացնում։ Հայաստանը Հատականը, այո, ընդունվեց, բայց Հայաստանը ճար չունի, պետք է զարգանա։ Հենց շնորհապետական կուսակցությունը դրա համար էր, ասում ենք սիրելի քաղաքացիներ, 8 տարի անցել է, չէ։ Մենք բոլորով միասին ընտրեցինք Նիկոլ Փաշինյանին, որտեղ խոստումներ էր տվել Արցախի հետ կապված, խոստումներ էր տվել արդարության վերականգնման հետ կապված, լուստրացիայի հետ, ինստիտուտների կայացման հետ կապված, ռազմավարական դաշնակիցների ձեռքբերումների հետ կապված։ Անցել է 8 տարի, ինչ եք տեսել։ 10,000 դրամ թոշակների ավելացում, իսկ դուք հաշվել եք, թե 2018 թվականից մինչև այսօր դրամի գնողունակությունը ինչքան է անկում ապրել։ Այն գնումը, որը որ դուք կարող էիք անել 2018 թվականին 40,000 դրամով, դուք 2026 թվականին չեք կարողանալու անել անգամ 80,000 դրամով։ Հետո ինչ որ ձեր թոշակը դարձել է 40-ից 50,000 ենթադրենք։ 80,000-ով դուք չեք կարող առնել խանութից այն, ինչ որ 40-50,000-ով առնում եք 2018-ին։ Ինչ եք տեսել։ Եկել են հիմա ինչ որ թատրոն են խաղում, հատակների են հայտնվում ինչ որ մարդիկ, որոնց հետ չէին է խորշում համագործակցել վերջին 8 տարին, թույլ տվեցին ընտրություններին մասնակցեն։ Որևէ մեկը որևէ պատասխան չի տվել։ Արդարությունը վերականգնված չէ։ Նա տեսեք զինված ուժերի կարգավիճակը, 2-3 թռչող անօթաչուներով չի է, համակարգային փոփոխությունների մասին է խոսքը գնում։ Մեկը ինչ որ մի ինդիմադիրի բարևտա խնդիրներ կունենա աշխատանքի վայրում։ Այսպիսի Հայաստան ենք մենք ուզում, սիրելի քաղաքացիներ։ Սա է ձեր կամքը։ Շնորհապետական կուսակցությունը նրա համար էր, որ ասում էր, ցանկացած գործադիր իշխանության գլխավոր թիվ 1 առաքելությունը պետության դիմադրողականության բարձրացումն է։ Քո գործը չի կրոնը, եղբայր։ Քո գործը չի դասագրքի վերնագիրը, քո գործը չի Արարատ սարի պաշտամունքի հարցը, դա ազգային սիմվոլների հարց է։ Ազգային սիմվոլները շատ ավելի մեծ ու տարողունակ հարց են, քան քաղաքական համակարգը։ Քաղաքական համակարգը կոչված է սիմվոլներին ծառայելու, որտեղ ազգի ինքնությամբ պայմանավորված քաղաքական ինստիտուտ է։ Քո գործը տնտեսության, բանակի, դիմադրողականության բարձրացումն էր, արժեքավոր անհատականություններին պաշտոնի նշանակելու համատեքստում, վերահսկողություն իրականացնելու համատեքստում, ճիշտ համագործակցություն իրականացնելու համատեքստում։ Բալավ դա չենք տեսնում, տեսնում ենք ամբողջ պետական ինստիտուտների եւ քաղաքական եւ հայցողական պաշտոնների դեվալվացիայի, արժեզրկման հանգամանք։ Ոչ մի նորմալ արժեքավոր բան չկա, մի նոր սպորտսմեն շռնդալից, որ հաջողության հասներ, ինչ-որ մի մարզաձև, մի հետաքրքիր ուղղություն, զարգացվածություն եւ այլն, մի լուրջ կառույց, ազգային կապիտալի վրա հիմնված տրանսազգային կազմակերպություն։ Սփյուռքի հետ տարվող աշխատանքները տապալված են։ Սփյուռքը առհասարակ կտրված է Հայաստանից։ Նրանց ասել են հետո ինչ որ գենետիկորեն հայ եք, անձնագիրը հայկական չի։ Դուք պատկերացնում եք ինչ աղետի մեջ ենք մենք։ Պատկերացնում եք։ Եվ այս հանգամանքում որ պրոյեկտը ասես։ Հյուսիս հարավը ասես, որ միջև այսօր թերի է։ Թրիփը ասես։ Թրիփը ասես։ Թրիփի հետ կապված ինչ։ Ակադեմիական քաղաքը ասես, նա ասես, համակարգեր են, որ չի ստացվում, չէ։ Չի ստացվում։ Թրիփն էլ չի ստացվում։ Ինչու՞։ Որտեղ ձեռնտու չի։ Ձեռնտու չի, նման ենթակառուցվածք զարգացնելու համար առևտրաշրջանառությունը միլիարդների պետքա լինի տարեկան, միլիարդների, բա մերձավոր արևելքը պատերազմական իրավիճակում դուք ակնկալում եք միջազգային առևտուր, դուք մոռանում եք, որ թրիփը գործարկելու համար 2 ճանապարհ կա,
Իրանից Հայաստան եւ Ադրբեջանից Հայաստան։ Ընդ որում Ադրբեջանից Հայաստանում էլ Իրանից Հայաստան մոտեցումը պետք է լինի։ Ռուսաստանից գոնե մոտեցումը պետք է լինի։ Կենտրոնական Ասիայից էլ կամ պետքա Կասպից էլի ծովով սենց գան մտնեն Ադրբեջան գան, բայց այդտեղ էլ անջրպետը բնական ծովն է, եթե դու ուզում ես երկաթուղի կամ ճանապարհային տրաֆիկ, էլի Իրանով պետքա գա։ Բա Իրանի նկատմամբ չեք տեսնում ինչ է կատարվում։ Այս պատերազմական թնջուկում դուք պատկերացնում եք մի նախագիծ մի քանի միլիարդ դոլարանոց, որը տնտեսապես ձեռնտու կլինի միայն եթե տարեկան միլիարդավոր դոլարների հոսք կապահովի, դա հնարավոր է։ Բացի այդ մենք տեսնում ենք, որ զուտ կազմակերպիչների եւ կառավարիչների առումով ինչ ազգանուններ կարող են հայտնվել, ինչ կապեր անուղակի կարող են լինել։ Ի վերջո Միացյալ Նահանգները հիմա կանգնել է բեկումնային փոփոխությունների շեմին արդեն աշնանը։ Այս համատեքստում դուք ակնկալում եք թրիփի առումով ինչ-որ շարժ։ Ես անցյալ տարի Մեղրի նռնաձոր հատվածը ամբողջությամբ երթևեկելի այդ գոտիով անցա։ Անկամ ասֆալտապատ ճանապարհ չկա, ինչ երկաթուղու մասին կարող է խոսքը գնալ։ Այս տարի էլ են գնացել Մեղրի ագարակ։ Սարսափելի է ենթակառուցվածքների առումով։ Սարսափելի է։ Հիմա սիրելի ժողովուրդ, բա դուք չեք տեսնում, ինչքան կարելի է օդով սնվել։ Օդով սնվելու պարագայում մի օր քաղցից կմահանա մարդ։ Հիմա խոստումներով չես կարա երկիր զարգացնես։ Ինչքան կարելի է խոստումներին ապավինել։ Խոստումների վրա միայն ապավինելով մի օր կմահանա երկիրը։ Ինչ ուժեղ դիրքեր ունի այս պահին Հայաստանը։ Հայաստանը ուժեղ դիրք ունի զուտ այն առումով, որ միջազգային գլոբալ եւ տարածաշրջանային համատեքստում հավասարակշռություն դեռ կա, բայց դա մեզանից կախված չի։ Մենք չգիտենք այդ հավասարակշռությունը ինչքան կաշխատի։ Օրինակ նախկին անվտանգային ճարտարապետության հավասարակշռիչը աշխատեց 94 թվականից մինչև 2016 թվականը։ Հետո արդեն ցնցումն եղավ, պիտի հասկացողը հասկանար ինչա տեղի ունենում։ Հասկացավ, ուրիշ լուծում տվեց։ Տեսանք ինչ լուծում տվեց։ Հիմա էլ կանգնել ասում է ինդուլգենցիա տալիս Նիկոլ Փաշինյանին, ասում է այդ հաշիվ չի։ Մի անգամ արտահերթ է եղել, նենց որ երկու անգամ չի ընտրվել, հաշիվ չի։ Ժողովուրդ ջան, ինչ անենք ուրիշ, որ դուք տեսնեք։ Անենք։ Դուք ասում եք, ինչ խոստում տվել եմ, արել եմ, շարունակեք այդ ոգով, իսկ ինչ խոստում եք տվել, որ տվել արել եք։ Ես խոստացա, որ 1 տարի հետո քաղաքական ուժը կկայանա, քաղաքական ուժը կայացավ, պետական գրանցումը ստացավ, իր սիմվոլիկաներով, քաղաքական համախոհներով, անհատականությունները եւ այլ։ Ես խոստացա, որ այդ քաղաքական ուժը 1 տարի ընդամենը գոյություն ունենալով հանդերձ կմասնակցի Հայաստանի Հանրապետության թիվ 1 քաղաքական գործընթացին, մենք մասնակցեցինք Հայաստանի Հանրապետության թիվ 1 քաղաքական գործընթացին եւ հարյուրավոր կուսակցությունների մեջ 6 կուսակցություններից մեկն ենք։ Այսինքն 6 քաղաքական ուժ կարող ենք առանձնացնել հարյուրավորների մեջ, մենք դրանցից մեկն ենք։ Եվ սա քաղաքական առումով իմ երկրորդ խոստումն էր, որ կար։ Ես խոստացա, որ մենք մեր քաղաքական գործընթացը շարունակելու ենք էլ ավելի զարգացնենք, այդ խոստումը իրականացնելու ճանապարհին ենք ընթանում եւ ամեն ինչ դեռ առջևում է եւ դուք պատկերացրեք, թե լուրջ ազդեցություն ունենալու պարագայում ինչքան գործեր հնարավոր կլինի։ Շնորհակալություն, բայց այնուամենայնիվ վերադառնամ սահմանադրության վերջին հարցն է, արդեն ավարտում ենք։ Լավ, ինչ է լինելու, ես հարցեցի, ինչ զարգացումներ եք սպասում, ինչ լուծումներ կան։ Ադրբեջանը ասում է, ամբողջ աշխարհին ասում է, ես պատրաստ եմ ստորագրել, Հայաստանը չի անում այն ինչ որ պետք է անի։ Ոնց է լուծվելու այս հարցը։ Դուք ասում եք, չենք թույլ տալու որ փոփոխություն։ Իհարկե։ Ոստի ինչ որևէ մի քաղաքական ուժ, որը նախկինում որ եղել էր եւ ներկայում որ կա, եւ նրանց սպասարկող արբանյակ քաղաքական գործիչներ եւ ուժեր բարոյական իրավունք չունեն սահմանադրական փոփոխությունների մասին խոսելու։ Չխոսեցին, սահմանադրությանը ասեց ոչ, նոր սահմանադրությանը հասարակությունը ասեց ոչ։ Այդ դեպքում նշանակում է, որ Հայաստանը փրկվելու շանս ունի։ Շնորհակալություն, սիրելի բարեկամներ, Հայաստանի Շնորհապետական Կուսակցության նախագահ, քաղաքական գիտությունների տեխնացու Գուրգեն Սիմոնյանը։ Իդեպ, պարոն Սիմոնյան, այժմ տեխնացու չեն ասում, դոկտոր են։ Համաձայն եմ, բայց ես քանի որ
այն ժամանակվա գիտական ասպարեզի ներկայացուցիչ եմ, ես գիտեմ տեխնացու դառնալու համար ինչ ահռելի աշխատանք է պետք լինել եւ դոկտոր դառնալու համար։ Իսկ դուք շարունակում եք աշխատել որպեսզի դոկտոր, պրոֆեսոր դառնաք։ Առայժմ արդեն ոչ, քաղաքականությունը արդեն ձեզ քաղաքական տարավ։ ուժի մեջ եմ, ինձ բարոյապես իրավունք չեն վերապահում կոչել դոկտոր, որովհետեւ այն իրողություններով, թեպետ եւ համարվում եմ դոկտոր, բայց շատ բան կարող ես համարվել, պետքա լինես։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Զրուցվարմեի ես Գայանե Արաքելյանս, բարին ընձես։